Աստվածաշնչյան տրամաբանական հարցեր, մաս 20, բայց նախքան հարցը տալը, եկեք նախորդ հարցը կրկնեմ, ասեմ առաջի ճիշտ պատասխանողի անունը և նոր հարցը տամ։ Եվ ուրեմն նախորդ հարցը հետևյալն էր. ով մահացավ երկնքի և երկրի արանքում, և ճիշտ պատասխանն է Աբիսողոմը։ Դա գրված է երկրորդ Թագավորաց 18-9-14 համարներում։ Եվ հարցին առաջինը ճիշտ էր պատասխանել Արման Աբրահամյանը Facebook-ից։ Նա անպայման կստանա իր նվերը և հաջորդ հարցը կլինի վաղը ժամը 20-ին բոլոր սոցիալական հարթակներում։ Անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողեք, իսկ նվերը նույնպես կասեմ վաղը։ Աստվածաշնչյան տրամաբանական հարցեր, մաս 20։ Ուզում եմ ասեմ, որ հաղթողը կստանա այս գիրքը, այս հրաշալի գիրքը նվեր, և ուրեմն լսեք այսօրվա հարցը։ Աստվածաշնչյան հերոսների զգալի մեծամասնությունը Հակոբի Լիայից ծնված որդիների սերունդից էին, բայց նրանք Ռեբեկայից ծնված որդիներից մեկի սերունդից էին։ Նրանցից մեկը բացասական հերոս էր, մյուսը մեծ հետք թողեց Աստվածաշնչի կազմավորման մեջ։ Ում մասին է խոսքը և ում սերունդից էին նրանք։